Փարյանին ինչի ըստ ձեզ ձերբակալեցին, որն էր հիմնական պատճառը։ Գևորգ Սաֆարյանի ձերբակալման հիմնական պատճառը երիտասարդության մեջ վախի մթնոլորտ մտցնելն է, շարժման մեջ պարակում մտցնելն է, ուրիշ պատճառ դժվար է գտնել, տեսնել, որտեղ ակնհայտ է, որ Գևորգ Սաֆարյանի ձերբակալությունը անօրինական քայլ է, որտեղ գոյություն ունեն տեսանյութեր, գոյություն ունեն վկայություններ, ականատեսներ, որոնք որտեղ բոլորը ասում են ու նաև տեսանյութերում երևում է, որ Գևորգ Սաֆարյանը ընդհանրապես ոչ մի ոստիկանի նկատմամբ ուժ չի կիրառել, բայց դրա հետ մեկտեղ կա հակառակը, որ ոստիկանները բռնի ուժ են կիրառում ու ոչ միայն Գևորգ Սաֆարյանի նկատմամբ, այլ մյուս մասնակիցների նկատմամբ նույնպես, բայց տեղի ունենում հակառակը, փոխանցանք ոստիկաններին որպես մեղադրյալ կալանավորում են Գևորգ Սաֆարյանին, այսինքն դա նաև հավանաբար արվում է նրա համար, որ հակազդեցություն, ասում եմ, պաշտպանության լավագույն միջոցը դա հարձակումն է, հարձակվելով փորձում են ինչ-որ ձև նաև պաշտպանվել։ Հիմա պահանջում եք նաև հրեշտակներից, չէ, իրենց գումարտակից Գեգամ Խաչատրյան հրաժարականը, կասեք ինչու եք պահանջում ու ինչ քայլեր եք ձեռնարկելու։ Գեգամ Խաչատրյանի հրաժարականը կոնկրետ պահանջում է երևի բացված իվենտի մասին է խոսքը, ամսի 22-ին, դա ոչ թալանի, ոնց որ, եթե չեմ սխալվում, ոչ թալանից են տղաները, իրանք են պահանջում, իրանք են իվենտ բացել, այսինքն սա լայն տարածում է ստանում բռնությունների նկատմամբ, պահանջը դե միանշանակ է, անօրինականություն է տեղի ունեցել, ոստիկանը իր լիազորությունները չարաշահել է, ուժ է կիրառել, բնականաբար պիտի պահանջվի թե հեղացում, թե քրեական գործ, պատիժ։ Իսկ թվում է պահանջը միանշանակ է ու ընդեղ մենակ Գեգամ Խաչատրյանի Գեգամ Խաչատրյանի հարցը չի, ընդեղ եւս ոստիկաններ կան, փաստաբանները հիմա դրանով զբաղվում են, կադրերը տրամադրված է, բողոքը պիտի որ արդեն հաջողված լիներ փաստաբանին ներկայացնել, 8 օր ոչ մի դատախազությունում աշխատող չկար, որը որ այդ բողոքը կվերցնել, այսինքն ընդեղ մենակ չի սահմանափակվելու Գեգամ Խաչատրյանով, այլ բոլոր ոստիկանները, որոնք որ բռնի ուժ են կիրառել ամսի 31-ին, բոլորն է պիտի պատժվեն։ Գևորգից տեղեկություններ ունեք, հացադուլը դադարեցրեց, այնտեղ ճնշումներ, ինչ որ խնդիրներ չունի, առողջական կամ հետապնդում։ Բանը, պատգամավորներն էին գնացել, Զարուհի Փոստանջյանը, Հակից պատգամավորներ տեսել էին իրանց փոխանցած տեղեկություններով Գևորգ Սաֆարյանի պահանջները այնտեղ առանձին խումբ տեղավորելու բավարարվել է, իրենց ասելով նույնպես ճնշումներ բաներ չկան, հենց տեղում ինքը Գևորգ Սաֆարյանը հացադուլը դադարեցրել է։ Գևորգին աջակցելու համար բացի բողոքի ակցիաներից ինչ քայլեր եք ձեռնարկելու, որպեսզի ազատ արձակվի։ 2 ամիս հետո կարող է բացի բողոքի ակցիաներից իրավական դաշտում պրոցեսները տեղի ունենալու, այսինքն բոլորս հետևողական ենք լինելու, որպեսզի իշխանությունները չկարողանան կոծկեն, դրան զուգահեռ նաև բողոքի ակցիաներն է տեղի ունենալու, իսկ ամենակարևոր քայլը դա մեր պայքարից հետ չկանգնելն է, այսինքն խնդիր է դրվել, որ այս ռեժիմը պիտի հեռացվի, անօրինականությունները դադարեցնելու հիմնական ձևը դա ռեժիմի հեռացումն է, որտեղ այս անօրինականությունները ուղիղ կապված են այս ռեժիմի հետ, այսինքն ամենակարևոր հանգրվանը դա պայքարը շարունակելն է։